Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք խաղաղությանը նպաստող։ Միաժամանակ մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև։ Ուստի ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղության նպաստող ծրագիր, որը նպատակ է հետապնդում օգտագործել են համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են։ Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսության փոքր եւ միկրո ձեռնարկություններին, օրինակ նոր ֆերմերական խոհագործական տեխնիկաներ ողջագրելու ջրի ռեսուրսների կառավարման, նոր տեխնիկաներ ձեռք բերելու։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում եւ նաեւ նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար։ Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի եւ հաջորդ սերնդի սրտերում եւ մտքում։ Դառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից։ Համարյա տնտեսական բռնության սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական միությունը առաջ է գալիս, քայլ է անում, եւ ես այստեղ մի երկու բան ունեմ հայտարարելու։ Նախ եւ առաջ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ Երկրորդը, մենք եւս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցների։ Սա նշանակում է ATM անգլերեն։ Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական միություն։ Սրանով սա նշանակում է, որ 80%-ը ձեր առևտրի մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապավինում են ռուսական շուկայի վրա, եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկան 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99%-ի Հայաստանի թարմ գյուղամթերքի, բանջարեղենի, մրգի եւ բուսական ծագման արտադրանքների, որոնք միջայդ Ռուսաստան էին արտահանվում, դուրը բացելով ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման համար Եվրոպական միության միասնական շուկան։ Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի եւ ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը մեր շուկա, եւ սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդհանրապես սկիզբն է։ Այս նոր միջոցների միջոցով մենք միջոցներ կունենանք բազմազանեցնելու եւ արագ բազմազանեցվելու։ Հուլիսի կեսին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան աշխատելու ուղղակի ձեր արտադրողների հետ եւ ձեր ձեռնարկությունների եւ արտահանողների հետ, օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որը արտոնյալ գործընկերությունը Եվրամիության հետ կարող է առաջարկել։ Պարոն վարչապետ սիրելի Նիկոլ, հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը հստակ արտահայտեց իր նախապատվությունը, ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, բարեփոխումները եւ խաղաղությունը, նախընտրելով բաց, ներառողական, ողջունող հասարակություն եւ գործընկերություն Եվրոպական միության հետ։ Մենք միասին այժմ այդ նկարտումները պետք է վերափոխենք իրական արդյունքների, դուք կարող եք մեզ ապավինել դրանով։ Շնորհակալություն։